Հայաստանի ամենաբերի տարածաշրջանում ենք, Հայաստանի գյուղատնտեսական ամենահարուստ տարածաշրջանում ենք եւ հայկական գյուղատնտեսության վերածնունդը այստեղից է սկսվելու։ Իմ մեջքի հետևը դուք մի քիչ առաջ տեսաք Սամվել Կարապետյանի նկարը։ Կուզեմ պատմել եւ նաեւ օրինակ բերել, մի հատ իրար հետ մտածենք, թե ինչպես եղավ, որ մենք այսօր եկել ենք այցելելու եւ մենք այսօր մեր քաղաքական հայտն ենք ներկայացնում։ Պատկերացրեք դուք հայ տղամարդ ապրում եք Հայաստանից դուրս։ Ունեք ամեն ինչ, ստեղծել եք ամեն ինչ, ձեր վրա պատկերացրեք ու ունեք հայրենիք, որը աշխարհում ամենաաղքատ 113-րդ երկիրն է։ Սկզբից ինչ եք մտածում, չէ՞, ասում եք ես իմ ամեն ինչով կօգնեմ իմ երկրին, թող փորձեն երկրի առաջնորդները երկիրը զարգացնեն։ Բոլոր առաջնորդների հետ հանդիպում եք, ասում եք սենց. ինչ ուզես, ես կանեմ, երկիրը զարգացրու։ Մի առաջնորդի հետ ես հանդիպում, անում ես, տեսնում ես, չի զարգանում։ Երկրորդ առաջնորդի հետ ես հանդիպում, անում ես, տեսնում ես, չի զարգանում։ Երրորդ առաջնորդի հետ ես հանդիպում, ինչ ասում է, փորձում ես անել քո հայրենիքի համար, տեսնում ես ոչ միայն չի զարգացնում, շուռ է տալի։ Իրավիճակը լրիվ վատթարացնում է, լուծում է մի քանի տեխնիկական հարցեր, բայց հիմքից քանդում է երկիրը, երկրի հիմքը սկսում է խարխլել։ Սկսում ես բացատրել, որ այս ճանապարհով պետք չի, պետք է երկիրը աղքատությունը հաղթարենք սկզբից։ Ոչ թե գնանք, ասենք ցեղասպանություն չի եղել, անուն դնենք եկեղեցու հայրերին, ասենք մեր գրերը, չգիտեմ ոնց է ստեղծվել, բոլոր հարցերին անդրադառնում է բացի իրական հարցերից, իրական տնտեսությունից։ Եվ դուք լինեք Սամվել Կարապետյանի տեղը, կտեսնեք, որ մի քանի անգամ փորձել եք օգնել, մի քանի անգամ չի ստացվել։ Չեք ասի հələ մի հատ էնկոմ, մի հատ ձեռները քաշեմ ու տեսնենք ինչ ենք անում։ Դա այն է, ինչ մենք հիմա ուզում ենք անենք։ Պետք է փոխենք։ Նոր առաջնորդ Հայաստանին։ Բոլոր առաջնորդները իրանց լավ արել են, վատ արել են, թող ժողովուրդը գնահատի։ Չեմ ուզում ոչ մեկին ոչ անուն դնեմ, ոչ էլ անունը հանեմ վրայից։ Բայց մենք 4 առաջնորդ ունեցել ենք, բայց հասել ենք այն օրին, ինչ օրին հիմա հասել ենք։ Եվ դուք նայում եք Հայաստանից դուրս յուրաքանչյուր ոլորտի, տեսնում եք, որ մի հատ հայ կա այստեղ։ Օրինակ, այս ոլորտի ուժեղը հայ է, այն ոլորտի ուժեղը հայ է, այն ոլորտի ուժեղը հայաստանցի է։ Հասկանում ես, որ երկիրը կարող է աղքատ հայ աշխարհում մենակ Հայաստանում է։ Ու դա նշանակում է, դա հայերից չի, դա Հայաստանի իշխանություններից է։ Արմավիրի համար մենք մի հատ ծրագիր ունենք, լավ ծրագիր։ Արմավիրը պետք է Հայաստանի համար եւ Հայաստանի ընդհանուր գյուղմթերքների համար դառնա կենտրոն, գյուղմթերքների վերամշակման կենտրոն։ Արմավիրի մարզի ամեն 3 հեկտարից մեկը չի մշակվում, ջրի պակասի պատճառով, ձեռ չի տալիս, չի մշակում 3 հեկտարից մեկը, երբ որ Հայաստանի ամենաբերի հատվածն է։ Մեզ պետք է առաջնորդել գյուղատնտեսության զարգացումը, իսկ Արմավիր համայնքը պետք է սննդի վերամշակման կենտրոն լինի, որ գնումները արվի, վերամշակում արվի եւ արտահանվի։ Դա հնարավորություն կտա մարդկանց լավ ապրելու։ Ունենք Արարատյան դաշտ, հարուստ շրջան, կազմակերպողից է։ Նաեւ ուզում եմ եզդիական համայնքին դիմեմ։ Մուրազին վստահում եք։ Եթե դուք վստահում եք, մենք էլ ենք վստահում ու իր հետ ճանապարհ ենք գնալու։ Սիրելի հայրենակիցներ, քայլ առ քայլ մենք էլ ենք ուզում ասենք։ Մենք դասական, քաղաքական գործիչ չենք։ Մենք այս ամեն ինչը չենք արել, որ ինչ որ մեկը գա, շարունակի նույն ձև տանել եւ վերջում մենք տեսնենք, որ ոչ մի փոփոխություն չեղավ։ 8 ամիս շարունակ ԱԱԾ մեկուսարանում Սամվել Կարապետյանը նստեց, ամբողջ process-ները մեր վրայով փորձեցին ինչ որ բաներ անել, չստացվեց, իմացեք այդ ամեն ինչը արել ենք, որ Հայաստանը ունենա նոր առաջնորդ։ Նոր դուրս են գալիս, ասում են, այս առաջնորդին աջակցում, այն առաջնորդին աջակցում։ Որ աջակցելու լինենք, չենք ամաչի ոչ մեկից, բայց մենք տեսել ենք, որ չեն կարում։
արել են, ինչ արել են, լավ են արել, ապրեն իրանք, վատ են արել, Աստված եւ ժողովուրդը թող իրենց պատասխան տա։ Բայց Սամվել Կարապետյանը ձեռները քաշել է, այս process-ի մեջ մտնել է, որ փոխի։ Ու բոլորս իրար հետ աշխատելով փոխելու ենք։ Շնորհակալ եմ։